Բարև ձեզ։ Միջոցառմանն եք եկել մասնակցել։ Եկել եմ ընկերներս եմ սպասում, դες միջոցառման պետք է գանք այնուամենայնիվ։ Աշխատում եք դուք, ինչ ոլորտում եք աշխատում։ Մշակութային։ Որքանով է այսօր Հայաստանում այդ ոլորտը գնահատված, հայկական մշակույթը, որքանով է բարձրաձայնվում, գնահատվում։ Ցավոց տեղերս կպար, որ հրսկված եմ չի գնահատվում, այո, շքերթ է, ես վերևից եմ գալիս, որ շքերթը ուր են դերասանները, ուր են մեր երգիչները, ուր են բժիշկները, ուր են շինարարները, ուր է աշխատավոր ժողովուրդը, ուր են դպրոցները, ուր է մանկարժական կոլեկտիվը։ Մի հատ կով կա մեքենայի վրա նայես, մի հատ կով է ավտոյի վրա, հետո ես իմ ովքեր են, խանութներն են, խանութները, բանկերը, ուրիշ բան չկա, կասերը դուք չեք տեսել, ես վերևից եմ գալիս։ Դա է շքերթ, երեխաները թող ուրախանան, բայց երեխաների ուրախանալու բան էլ չկա, որ նայեն։ Չգիտեմ, երեխաները ինչով պետք է ուրախանան։ Այնտեղ մի հատ կով կա ավտոյի վրա, կարող է կովին տենան ուրախանան։ Այդքան ինչ պետք է ասեմ։ Իսկ երբ որ աշխատում եք, դուք բազում տարիներ եղել եք մշակութային ոլորտում եւ ինչ եք նկանում Հայաստանի մշակույթը, թե թատրոն, թե երգարվեստ, ինչ պետք է անի, որ մեր մշակույթը էլ ավելի զարգանա, բայց տեսնում ենք, որ այդքան էլ չի զարգանում։ Դա գիտեք, ճիշտ է, մշակույթը իրանք իրենց պետք է զարգացնեն, այդպես է։ Բայց ընդհանրապես պետության, կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Ես հիշում եմ մեր տարիներին, այդ ժամանակ, որ մենք անցնում էինք, այսինքն դերասանները, շքերթի ժամանակ, ժողովուրդը արդեն գնում էր, չէր կանցա, դերասանները տեսանք երիքա։ Հիմա խեղճ դերասանները որտեղ են որ գանացնեն, ով տեսնի, այնա սերիալներում տեսնում են, էլ չեմ ուզում շքերթին տեսնեն երեխեքը։ Եվ այդպես մշակույթն այդպես չի զարգանա բոլոր լրագրողովի։ Իսկ ոլորտը ինչ եք նկատում, աշխատողները որքանով են այսօր գնահատված համեմատած ձեր տարիների հետ, որքանով են այսօր ղեկավարությունը, տնօրենությունը, կառավարությունը գնահատում նրանց աշխատանքը։ Ես չգիտեմ, դա մի քիչ քաղաքական գործ է։ Իրանք ասում են, որ շատ գնահատում ենք, բայց ում հարցում ենք, թե չեն գնահատվում։ Ո՞վ է գնահատում։ Աշխատատեղերը շատ են, բայց երիտասարդները չեն կարողանում գտնել աշխատանք։ Կա իրոք բազում աշխատատեղեր, թե չկա։ Դա ռեկլամ է, երիտասարդները շատ սիրով կաշխատեն, եթե տեղ լիներ։ Դա պարզապես ռեկլամ է։ Չկա ինչ աշխատատեղ։ Ով է փորձում աշխատատեղ բացի, բռնում ձերբակալում են, ասում ով է որ աշխատատեղ ես բացում։ Այդպես ցավը տանեմ։ Մեր բան չկա։